ահավոր ուրախ եմ, որ վերջապես եկել եմ Աթենք, որը միշտ ուզել եմ, բայց ահավոր ջղայնացած եմ թռիչքի վրա, որտեղ ուշացումով էր, անիմաստ հերթերով էր, անիմաստ խնդիրներով էր։ Հուսանք գոնե ժամը 1-ին գիշերը կհասնեմ տուն։ Եթե ինչ 20 րոպե անց է, բայց ես հենց аэроպորտում եմ, որտեղ ահավոր երկար է, ու մինչև դուրս ես գալի, ալամ աշխարհը տենում ես, բայց չեղած տեղից լավ է, էլի կարճո ես անում, քայլում ես, այդքան չես հոգնում։ Իհարկե, եթե նորմալ ու հանգիստ հասած լինեիր, ոչ թե այսքան ու ժամի, որ տաքսին չգիտեմ ինչքան արժի, 50-ից 60 եվրո, իսկ ավտոբուս կարող է չլինի։ Մինչև տրանսպորտով տանջվում եմ գնամ հասնեմ տեղ, արդեն գտա ինչ ուտելիք կարելի է պատվիրել, որտեղ ահավոր սոված եմ ու եւիք ես ճամփից կպատվիրեմ, որ երկուսս միասին հասնենք տեղ։ Քանի որ ավտոբուսը շատ երկար էր գնալու, ես որոշեցի իջնեմ ու տաքսի վերցնեմ, միաժամանակ նաև կկանչեմ պատվերը։ Երեխեք չգիտեմ, իջած արդեն զգում եմ էսի իմ երկիրն է, զգում եմ լավն է, ու ամենակայֆ պահը որն է, որ տաքսիստը իմ համար ուտելիք պատվիրեց, որտեղ այդ հիմար ուտելիքի ծրագրում պարզվում է չկա ոչ մի հնարավորություն, որ եթե դու SIM card չունես, դու պատվիրես։ Այնպես որ տաքսիստը պատվիրեց, մեռնեմ իրա արևին։ Իմ ամենասիրած պահն է Airbnb-ի, ոնց որ quest լինի, նայեք։ Ստեղ ես իմ որ ստոլբի վրա բանալիներն է, ընդե իրանք մուտքն է։ 1 8 2 6 Տադամ։ Դուրը բացեցինք, ասաց մտի թեքվի աջ ու վերջին դուրը քոնն է։ Ստեղ էլ կար զամոկ, այսպես ասած, դա էլ պետք է բացեն նոր։ Հիմա եկեք միասին unboxing անենք բլոկարանը։ Չէ, պարզմա լավ չէ բացը։ Приятный, уютный հավես տեղ է, դե պարզ է, լույսով ավելի շատ սիրուն է, ասենք հլստ է, շատ կայֆն է։ Здрасте, балкончик ունի։ Նիֆիգա себе, балкончик ունի։ Balkonчիկը նայում է, եսին որտե։ Բարև տարականներ։ Մնաց ուտելիքը գա, հաց ուտենք, լողանանք ու քնենք։ Պատվերս հասավ, ես Աթենքում եմ, դեռ երջանիկ եմ, որ ստեղ եմ, ինչա պետք, ուղղակի քնել ու վաղը գնալ քաղաքը բացահայտել։ Ինչպես կասեր դասականը, միտեղ բարի լույս, միտեղ բարի գիշեր, գտնվում ենք մենք Աթենքում, Հունաստանի մայրաքաղաքում, այս տիտիկները առավոտվանից ծլվելում են իմ գլուխը, տանում են, բայց քանի որ սա Հունաստանն է, պետք է հարգել նրանց մշակույթը։ Գնանք քաղաքը բացահայտենք, հաց ուտենք, ու դա ինչ լինի էլի։ Որպես այդպիսին քաղաք շատ լավն է, իմ դուրը գալիս է, արևոտ է, իմ դուրը գալիս է այդ պուճուր, ձախ, աջ, միթիքյա խաչմերուկներով փողոցները շատ լավն է, դուրս չի գալիս այս հիմար գրաֆիտիները, որ խի են փչացում, այդ դուրս չի գալի, հələ որ այսքանը։ Մեկ է դուրս շատ է գալիս շոշ անցնելը, ով որտեղից ուզում, ոնց ուզում անցնում է, դա շատ հարմար է։ Եթե ինչ մետրոն է սա։ Մետրոն շատ լավն է, արագ է, շատ տեղեր կա, որ գնում է։ Հիմա մի ստանցիա ենք գնալու ու իջնենք Ակրոպոլիս։ Քանի որ ես չէի ցանկանում Բարսելոնայի Ակրոպոլիս, որովհետև ինքը շատ երկար է, հեռու է, ուր է, այ հենա։
Ես հիմա մի փոքր ուզում շրջանցեմ, որ ավելի սիրուն տեսարան լինի զուտ նկարվելու համար, որովհետև բացի նրանից, որ մուտքավճար կա, նաև ահա որ շատ հերթ կա ու եթե անկեղծ ասեմ, դրա համար չարժի նայել, գնալ բարձրանալ այդքան է, էլի։ Ինչ վատ տեղ է, հանգիստ հովին նստած, կարաս հիանաս Ակրոպոլիսով, տաճարով։ Հասանք մոլ, ամենամեծը ոնց տենում եք դե իհարկե Zara-ն է, գնալու ենք Zara, Adidas, Vans, Tommy Hilfiger ու մի քանի այլ տեղեր։ Որ ասեմ տենց վաու տարբերվում է չէ, գների առումով համարյա նույնն են, մի երկու բան կա Zara-ն կրկնվեց, շորերը չգիտեմ ինչ վերցնեմ, բայց պարտադիր պետքա 50 ու ավել եվրո վերցնես մի խանութից, որ աշխատի tax free։ Tax free-ն էլ դե այն է, երբ որ դու գնումները կատարում ես, քո կատարած գնումների մինչև 24%-ը ամենաշատը հետ վերադարձարվում, որովհետև դու ստեղից չես, Եվրոպայից չես, եթե տենց չի ուղղել։ Հիմա կգնանք իմ սիրած խանութներից մեկը, որը Pull&Bear-ն է ու Bershka-ն է, քանի որ ահա որ շատ է հերթերը ու քանի որ տեղ համարյա դժվար է ասենց արանքներով եմ անցնում դաժե որ զուտ ինչ-որ շորնայեմ, դրա համար ներսից չնկարեցի։ Տնանք, եթե ստեղ տենց չլինի, ներսից կադրեր կանեմ։ Հիմա Bershka-ում եմ ու մի հատ բան, որ չգիտեմ, երկու բան, որ հալ նկատում եմ, առաջին հերթին ինչ կա մեկա դուրս չի գալիս, ոնց որ ինչ է հագնեմ, այն չլինի, երկրորդ հերթին, որ ոչ մեկի վրա ճտիկ չկա, то есть սաղ առանց դրա են, ուզենաս կարաս հանգիստ վերցնես, չէ, հույսս մնաց H&M-ը, այն հենա, մեկ է H&M-ից բացի Bershka-ն, որտև սա Pull&Bear-ն էր, որը ես շատ եմ սիրում, բայց չկար։ Ես ասեմ H&M-ը հլը որ ըմտիր է։ Մտած չմտած դուրս գալիս է։ Խոսքերս հետ եմ վերցնում, որտև ոչ մի նորմալ բան չկա։ Պես երկու հատն եմ առանձնացրել, բայց նես չի։ Չգիտեմ, անկապ է ինչ-որ։ Աչքիս սոված եմ դրանից, պետք է գնամ հաց ուտեմ, նոր գամ։ Չէ, իրոք շատ անկապ էր, չգիտեմ նրանց է, որ սեզոնն է փոխվում, թե ինչից է, մենակ ես տապոչկեք առա ու մի երկու հատ շոր, բայց բուկվալնը երկու հատ, ուվ չո, անկապ էր, 10-ից 0 կգնահատեմ, այսքան է։ Ինչ ասեմ, Հրաչ ջան, շատ լավ է Աթենքում, շատ հարմար է, ես ինձ շատ լավ եմ զգում, որտեվ նես տպավորություն ոնց որ Հայաստանում լինես, կրկնվում է լիքը բաներով, լիքը կետեր կա, որոնք մեր երկրում էլ են նույն ձև, այստեղ էլ է նույն ձև, օրինակ փողոց անցնելը որտեղից ուզես, իրար հետ ջերմ լինելը, իրար օգնելը, այստեղ էլ է նույնը, ուղղակի տարբերությունն է, որ այստեղ վիզուալ ավելի գեղեցիկ լիքը բաներ կա, սկսած հին անտիկ տաճարներից, վերջացած արձաններից, իսկ մեր մոտ դրանք դե պարզա չի պահպանվել, դե իհարկե լիքը տարբեր պատճառներ կան դրա համար։ Ընդհանուր առմամբ trip-ը ես հանգստացել եմ ավելի շատ, որի պատճառով կոնտենտ չեմ կարողացել շատ նկարել, դրա համար կներեք, եթե այս վլոգը կարճ ստացվի, հուսամ հավանեցիք, կարող եք բաժանորդագրվել եւ մեկնաբանություններում փորձել գուշակել, թե հաջորդը որ երկիր եմ գնալու։ Սաղ անջատեցի նոր ասեմ, որ մոռացա, միակ մարդն եմ երևի, որ ամառորով գրիպ է կպել, որտեվ կայնցաների տակ է քնում։ Ուրա, այս կայնցաները, այս ես, այս էլ տեղերը։
Այ հիմա հաջող։